Պարոն Պետրոսյան, հրավիրել եմ ձեզ այսօր, որպեսզի խոսենք հետցում գործերի ընթացքի եւ վիճակի մասին։ Եվ ուզում եմ սկսենք հետեւյալ թեմայից։ Ես կարդացի, որ ոչ բարձրաստիճան աշխատողների վարձատրության համակարգում որոշակի փոփոխություններ եք արել, կուզեի դրա մասին ասեք եւ ֆինանսական վիճակը ընդհանրապես ո՞նց է։ Շնորհակալություն հանդիպալով, պարոն Չապետ։ Ի սկզբանե բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրեն եւ տեղակալների վարկավճարները վերջիններիս կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ ձևավորվեցին եւ մենք հենց առաջի ամսվանից եւ նշանակումից հետո մինչեւ 200,000 դրամ համակառն եկամուտ ունեցող հետցի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20,000 դրամ պարգևատրումներ սահմանեցին եւ արդեն 4-րդ ամիսն է կստանան մեր գործընկերները։ Արդյունքում ավելի քան 1700 աշխատակիցներ օգտվում են այդպես ասած։ Այսինքն ցածր աշխատավարձի, ցածր հետցի ցածր աշխատավարձի սեգմենտում աշխատող մարդկանց համար այդ համակարգը ներդրվել է։ Այո, միջինացված 10-ից մինչև 20% բարձրացում է տեղի ունեցել փաստացիորեն։ Ասեմ, որ վստահաբար մեկ անգամյա, երկու անգամյա, երեք անգամյա, թե շարունակվում է, այսինքն դա շարունակական է, քանի դեռ մենք չենք կարողանում դրույքաչափի եւ հաստիքացուցակների վերանայում անենք, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենի խորհրդին։ Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք եւ սեփականատերի փոփոխություն տեղի չի ունեցել, մենք մեր այդ քայլով 10-ից 20% բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը։ Նաեւ համատության համար ասեմ, վստահաբար գիտեք, մեր երկրում վերջին ամիսների ցուցանիշներով միջին աշխատավարձը 320,000 դրամ է ամսական, հետի շուրջ 6,800 աշխատակիցներից ուղիղ կեսը, 3,400 մոտ աշխատակիցներ վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով, իսկ նրանցից ավելի քան 1,700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմ։ Եվ ահա ամենախոցելի այսպես սոցիալական շերտին մենք լրացուցիչ 20,000 դրամական ամսական միանվագ պարգևատրումներ ենք։ Ես կարծում եմ, որ դա կապված է նաև աշխատանքի որակի հետ, չէ՞, որովհետև ենթադրում եմ, որ այդ մարդիկ են հատվածն են, որոնց աշխատանքը անմիջապես աշխատանքի արդյունքը երևում է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վրա։ Այո, դա սպասարկման շղթայի, արժեշղթայի ստորին օղակն են, հիմնականում մանձորներ, տեսուչների մի որոշ ուրեմն քանակ, ինչպես նաև վարորդներ, բանվորներ, տարբեր խնդիրներ կատարող հերթապահություն իրականացնող մասնագետներ 300,000-ից մինչև 600,000 սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ եւ նաեւ կարեւոր եմ համարում շեշտելու, որ նաեւ վարձատրության այդ աշխատավարձերի կառուցվածքը մեծապես կախված է նաև արդյունքային ցուցանիշներից ամսական, կորուստների աճի հնարավոր, անջատումների, խափանումների, հետևական վերացումների արդյունքում վերլուծվում են տեղամասի պետերի, ցանցի պետերի կողմից եւ ներկայացվում են լրացուցիչ պարգևատրումների։ Ես առանձնատուփ եմ շեշտել, որ այդ 20,000-ները չեն վերաբերում որևէ ցուցանիշի։ Դա պարզապես միանվագ տալիս ենք մեղմելու սոցիալական վիճակը մեր աշխատակիցների։ Այսինքն լրացուցիչ որակական ցուցանիշների հիման վրա կարող են այլ խրախուսումներ։ Այո, առանձին մեխանիզմ է գործում։ Քաջատեղեք եք վստահաբար վերջին շրջանում, քանի որ որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր հայտնաբերեցինք մեր ուսումնասիրության արդյունքներում, ինչի հիմամբ նաև քրեականորոշումներ են նախաձեռնվել, նաև այդ փաստերը դրվեցին լիցենզիայից զրկելու այն կարևոր 6 կետերից մեկի։ Դուք նկատի ունեք այդ այսինքն հավելագրումներ, որ իրականում սպառված էլեկտրաէներգիայից ավել չափեր են գրանցվել եւ այո, տեսեք, միջինացված այս տարվա պլանով ՀՑԿ-ն սահմանել է 7%, մինչև 7% թույլատրելի կորուստի շեմ։ Դա մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակը եւ սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է։ 7%-ը, այսպես ասած, ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է, ինչից ներքև որոշակի ցուցանիշներ կային եւ ասեմ, որ ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը, քանի որ միջազգային վիճակագրությունը առաջավոր երկրների երբ ուսումնասիրում ենք, մենք այդ ցուցանիշով գտնվում ենք top 50 երկրների ցանկում, հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, ինչը շատ զարմանալի էր, չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ, ինձ համար տարօրինակ էր, որ նման ցուցանիշներ են
այսպես ասած նկարվում հեծում, եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար էլեկտրարտադրողների արտադրած էլեկտրաէներգիաներ թեր գրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում եւ վճարվում էին վերջիններս եւ սպառողների կողմից, ընդ որում պետական եւ համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաեւ վերջին օրերին կալանավորում տեղ ունեցավ։ X կազմակերպությունը կամ անհատը ծախսում Y թվով էներգիա, բայց իրականում վերջում վճարում վերցնում ենք Y+ ինչ-որ մի բան։ Եվ դրա հաշվին կորուստները նաև նվազեցնում են, բայց դա ստացվում է, որ քաղաքացիներից էլ լրացուցիչ գումար են գանձում։ Այսինքն մի կողմից կորուստներն են նվազեցրել, մյուս կողմից քաղաքացիներից ավել գումարներ են գանձել։ Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը, որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի նաև գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Էլեկտրաէներգիա ստվերային վաճառք։ Ստվերային շրջանառություն, այո, ստվերային գումարներով նաև 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոչարեղեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են գնում։ Այո, ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ Այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ Համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել եւ հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատ-ժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով, օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջեն ստանում։ Բայց դրանք հայտնաբերված փաստացի ֆիքսվածներն են։ Փաստաթղթավորված եւ քրեական վարույթներ նախաձեռնված եւ ՀՑԿՀ կողմից վարույթի շրջանակներում ուսումնասիրված եւ հաստատված են բարվարշ։ Բայց նաեւ ես կարդացի եւ հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցում պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության միջոցառած հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Միջև կառավարչի նշանակումը, կառավարչի նշանակումից առաջ։ Իսկ այդ 2018-ից 24 թվականի տվյալները, որ անհետացել են ինչ-որ ձևով, այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ ԵՊՑ կանոններ կան սահմանված ՀՑԿՀ կողմից, էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում։ Դա իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԵՑ-ը եւ լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, եւ այդ կանոններով ՀՑԿՀ-ին հասանելիություն եւ երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից այդպես ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների պիրամիդա համակարգ է կոչվում եւ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են ՀԵՑ-ում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում եւ ՀԵՑ-ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասունություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում դաշինի ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս եւ ահա այդ 40-ից ավելի դոստուպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ որ խումբ
պարզապես կամ կանխամտածված, կամ ցածր կոմպետենտության արդյունքում, որի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում, որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու, չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին, նաեւ քրեական վարույթ կանավ այդ փաստով եւս նախաձեռնված, ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաեւ հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաեւ առաջին խախտման բնույթը ինքնին EBC կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել ՀՑԿ-ից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը հետցում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաև հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաև այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին, այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաև։ Եվ ուղիղ արտացոլանքը այդ բազաներում եղած տեղեկատվության բիլինգի այլ համակարգում որոշակի կան, որը որ տվյալ համակարգից ներբեռնվում է բիլինգի համակարգ, ընդ որում մարդկային գործոնով պայմանավորված։ Պարզապես այդ ծախսը վերականգնելի է, թե վերականգնելի։ Այս պահին մինչև այս պահ չի հաջողվել վերականգնել։ Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին տվյալ համակարգում, ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ, որովհետև ծախսումների, այսինքն սպառման հաշիվների, այո, հաշիվների, բայց հիմա հնարավորություն կա այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ։ Այս դա է խնդիր, որ իրական ծախսի բազաները, քանի որ ջնջված են, այդ հաշիվները ինչ որ կա արդեն, հաշվված այդ հաշվի գրած թիվը ինչքանով է։ Հենց խնդիրը դրա մեջ է, որ ոչ ոք։ Այսինքն դե գրած է, որ ես պետք է 10,000 դրամ հոսանքի վարձ վճարեմ, հա գրած է, տակնել բնականաբար համապատասխան թվով հոսանքի ծավալը նկարագրված։ Բայց եթե գնանք հիմքը ստուգենք, ես իրոք այդքան եմ հոսանք սպառել, թե չէ, հնարավոր չի դա։ Թվային եւ եթե ձեր ասածը հիմա տեսեք դուք ասում եք 1 2 3 4 հավելագրման դեպք է, չէ՞ արձանագրվել։ Եթե 1 2 3 4-ը եղել է 5 6 7 8 9 10-ը եղել է, նշանակում է 20-ն էլ է եղել, 30-ն էլ է եղել, 40-ն էլ է եղել։ Հակառակ դեպքում ո՞նց կարա լինի, որ այդքան այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիա մեկ էլ ջնջվում է պատահաբար։ Շատ ճիշտ եք եւ բնավ չխորանով նույնիսկ բովանդակության մեջ ինքնին երևույթը որ թաքցվել է թե իրավապահներից թե ՀՑԿՀ-ից արդեն իսկ լրջագույն խախտում է ենթադրվում։ Դա նաեւ խոսում է մոտիվների մասին։ Այդ իմ նշած վարկածի գոյության իրավունքի մասին։ Այո, որտեղ եթե խնդրեմ ա եղել, այդ խնդրեմի հետևից միջև վերջ չգնալը, այդ նշանակում է այդ փորձել պարտակել ինչ որ երևույթներ։ Այդ թվում Այո, դա այն 6 կարևորագույն կետերից մեկն է, որի հիմամբ լիցենզիա զրկվեց ՀՑ-ը, ընդ որում ասեմ 6 կետերն էլ ինքնին արդեն առանձին հիմք են լիցենզիա զրկելու։ Բայց մենք մեր ուսումնասիրությունների վերահսկողության արդյունքում վերհանեցինք շուրջ 6 կետեր, ընդ որում 6-րդ կետը ընդհանուր կառավարման արդյունավետության ֆինանսական գործառնության առումով իր մեջ եւս 9 ենթակետեր է պարունակում գնումների գործընթացների մատակարարումներ։ Գնումների գործընթացի հետ կապված մենք նախկինում բազմիցս քննարկումներ ունեցել ենք իհարկե աշխատանքային մակարդակում եւ դրանք չեն լուսաբանվել, որովհետեւ զուտ աշխատանքային հարց ա եղել, որովհետեւ մենք խնդիր ենք տեսել, որովհետեւ տնտեսությունից էլ այդ ազդակներն եկել են, որ գնումներում հիմնականում մասնակցություն են ունենում փոխկապակցված կազմակերպություններ, այսինքն հեծի սեփականատերերի խումբը ստեղծում է եւ ղեկավարության խումբը ստեղծում է ընկերություններ կամ իրանք անձամբ կամ իրանց հետ կապված անձանց միջոցով, որոնք մասնակցում եւ հաղթում են գնումների գործընթացին, ընդ որում արտոնյալ եւ մենաշնորհային դիրք են տալիս արհեստականորեն, ինչը նաեւ դարձյալ ուղիղ օրենսդրության եւ ՀՑ կողմից սահմանված կարգի խախտում է, ուղիղ խախտում է։ Այս թեման էլ ա եղել լիցենզիայից զրկելու։ Այո, կառավարման արդյունավետության հիմքում է դրված։ Ընդ որում մենք բազմիցս այս ազդակը տվել ենք,
որտեղ խնդիր կա, նաև որոշակի կարգավորումների վրա ենք աշխատել եւ այլն, որտեղ խնդիր կա։ Սա տնտեսության զարգացումը եւ մրցակցային վիճակը խոչընդոտող վիճակ։ Ոլորտը առհասարակ չէր զարգանում վերջին տարիներին, էներգետիկ ոլորտի թե արտադրողները, թե ներկողները բոլորը փակող առաջ են, որտեղ որևէ հասունություն չունեին հեծի նման ռազմավարական կարևորագույն խոշոր ընկերության տնտեսական արժեշղթայի որևէ կերպ մաս կազմելու։ Ես ձեզ օրինակ բերեմ գնումների պլանով, ընդ որում պարոն վարչապետ շեշտեմ, որ գնումների պլանը, ներդրումային ծրագիրը, հաստատացակը, դրույքաչափը, բոլոր հիմնարար փաստաթղթերը մենք շարունակում ենք աշխատել դեռևս տարեսկզբին իրենց իսկ կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա, որը փոփոխություն չեն կարել։ Դա սկզբունքային չեն կարել, որպեսզի հետագայում չշահարկվի, որ մենք պիտի զարգացնեինք, կառավարչի ապարատը եկավ եւ այլն։ Եվ իրենց իսկ հաստատված գնումների պլանով օրինակ կցորդիչների դա որոշակի դետալ է, որը որ մալուխային գծերի վթարների ժամանակ կիրառվում է եւ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր կցորդիչներ են օգտագործում տարեկան ցանցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս միավոր նույն տեսակի, նույն տեխնիկական բնութագիրն ունեցող նույն քանակի գնման խմբականակը նախատեսված էր 128 միլիոն դրամի եւ կոնկրետ ընկերություն կար նախանշված ում առաջարկած գնով էլ գնման պլանը կազմել էին բնականաբար եւ բաց թափանցիկ ներառական 3 փուլից բաղկացած գնումների գործընթաց իրականացրեցինք նախնական այսպես ասած free call արեցինք ազատ կանչարեցինք այն ընկերությունները ովքեր որ հետաքրքրված են տվյալ սարքերի ներկրման եւ արտադրելու մեջ իրենց բոլորի տվյալները հավաքագրեցինք տեղ բնութագրերը առանձին բոլորին ուղարկեցինք գնային առաջարկներ ներկայացնել եւ շուկայի ուսումնասիրություն իրականացրեցինք եւ վերջնարդյունքում հանրային գնումների օրենսդրությանը խիստ համապատասխան գնման արդյունքում 128 միլիոն դրամ գնումների պլանում դրված նույն քանակի նույն տեղ բնութագրով ապրանքը ձեռք բերեցինք ընդամենը 58 միլիոն դրամով 70 միլիոն դրամ միայն խնանենք այդ գործարքում ընդ որում մեկ հատկանշական օրինակ էլ ձեզ բերեմ ուժային մալուխի նույն տեսակի նույն խմբին պատկանող միավոր գծամետրը 30,000 դրամ գնումների պլանում դրված կոնկրետ ընկերությունով մինչ այս տարիների վեր հարյուրավոր միլիոն դրամների մատակարարել է հեծին, այդ ընկերությունը գալիս է առաջարկ է անում 30,000 դրամի փոխարեն 19,200 դրամ։ Վերասակարկման արդյունքում այլ ընկերություններ ավելի ցածր գին են առաջարկում եւ տվյալ ընկերությունով տվյալ ուժային մալուխը ավանդաբար մատակարարել է 28-ից 30,000 դրամով գծամետրը, մատակարարում է 18,400 դրամով գծամետրը։ Այսինքն կարող ենք ասել, որ նույն որակի նույն տեղ բնութագրի, կարող ենք ասել, որ առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական շրջան վերջին տարին իրականացվել են առնվազն 60-70 մինչև 100% ուռճացված գներով, ինչը ուղղակիորեն ներդրումային ծրագրերի մասով ուղղակիորեն մտել է սակագին։ Սակագնի կառուցվածքի մասը կազմել։ Դե հիմա այս բոլոր թեմաներով մեկ հետաքննություն նախաձեռնել ենք, որ հասկանանք ոնց է տեղի ունենում կամ ոնց է տեղի ունեցել սա։ ՀՑԿ-ի վարույթի շրջանակներում ՀՑԿ-ն որպես վերահսկող կարգավորող պետական մարմին բոլոր այդ նյութերը ուսումնասիրել են եւ այդ նյութերի այն հատվածը, որոնք որ փաստաթղթերով պատշաճ հիմնավորվել են, բոլորը դրվել են վարույթի հիմքում։ Այն դեպքերում, որտեղ որ մենք առերևույթ հանցակազմի դրվագներ ենք տեսել, ես ինքս հաղորդում եմ ներկայացրել նաև գլխավոր դատախազություն։ Հիմա փաստորեն ստացվում է, որ կցորդիչը, որը կարող էր, իհարկե շուկայական գինը որոշակի փոփոխություններ կարող է ունենալ, բայց պլյուս 10%, 20% եւ այլն։ Այսինքն, որը կարող էր ձեռք բերվել կլորացրած 60 միլիոն դրամով ձեռքաբերվել 130 միլիոն դրամ։ Այո, ընկերության տարեկան բյուջեի մեջ նախատեսված եղել 130 միլիոն դրամ դրամներ։ Շատ լավ։ Դե սա շատ կոնկրետ փաստեր են եւ տպավորությունը ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները, իրավաբանները փողերի լվացում են կոչվում, որ այսինքն իրականում ոչ թե գործարք անելն է, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է եւ դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն ինչ որ նկարագրում եք եւ եթե հիմնավորված է ըստ էության դա այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։
Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ես գիտեմ, որ հեծը շատ ծանրաբեռնված է վարկերով։ Իսկ դուք մենք վարկերը սպասարկում եք, հա, հիմա այս փուլում նորմալ սպասարկում է գնացել։ Այո, պարոն Վարչապետ, խնդիրներ չեն առաջացել։ Բացարձակ, ավելին ձեզ ասեմ, մեր շրջանի կառավարման 4 ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ, այսինքն ֆինանսական որոշակի խնայողություններ են գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին, 21 միլիոն։ Եվս բառացիորեն հենց նախորդին 3 մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն պլանային արդեն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարներ։ Ընդհանուր առմամբ ժամանակավոր կառավարչի նշանակման պահին հեծը ցանաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չափով վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի, այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ, ընդ որում իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը բոլորը հեծը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ ու օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ իր շրջանառու միջոցները ամբողջովին ուրեմն միլիարդավոր դրամների հասնող տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին կանխավճարների տեսքով։ Այսինքն սեփական շրջանառու միջոցները տրված էր իրավաբանական անձանց, ովքեր ծառայություն են մատուցում նույն հեծին, իր իսկ հարկային պարտավորություններն ու աշխատավարձերը 5 վարկին վերցնում հարկ տալիս, իսկ իրանց միջոցները, որոնք տրված էր այլ աշխատավարձ եւ հարկ պետքա տային, տալիս են ուրիշ ընկերությունների տոկոսով թե առանց տոկոսի։ Իհարկե առանց տոկոսի, քանի որ դաշին ընկերությունների խմբի կամ մասեր կազմում կամ աֆիլիացված պաշտոնատար անձանց ընկերությունների։ Ինչու՞ ես լսել եմ նաև, որ տենց երևույթներ են արձանագրվել, որ հեծի անունով վարկ են վերցրել բանկերից եւ տոկոսով եւ առանց տոկոսի վարկը այդ նույն գումարը ըստ էության տվել են որևէ կարգավիճակով կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների, ասենց երևույթ էլ նկատվել է, հա։ Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի EBRD, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին պաշտոնական եւ այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա ուրեմն այն երևույթի մասին է, որ հեծը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում եւ ունենալով վերջիներիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, իսկ որոշակի սահմանաչափի նույնիսկ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնություն ստանալ։ Եվ ահա հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, տաշիր ընկերությունների խմբի դարձյալ ուղղակիորեն աֆիլիացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով եւ գրավադրելով առանց գրավի առարկայի իհարկե, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավը։ Քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ հեծը այդ երաշխավորությունների համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով եւ ամբողջ կարողություններով։ Հիմա կներեք, այդ 3 դեպքերն էլ արձանագրվել են, որ միջազգային կազմակերպությունների հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ պետքա ճշտեր, բայց չի ճշտվել, կառավարության հետ պետքա ճշտվել ու չի։ 3-ն էլ կան պրակտիկայում են։ Եվ նախորդին հնչեցրած 6 հիմնավոր կետերից մեկը նաև արդեն այդ փաստը երաշխավորություններն է։ Ընդ որում ընթացիկ տարվա մարտ ամսվան 42.5 միլիոն դրամի նմանատիպ երաշխավորության պայմանագրի դարձյալ կնքվել էր այս տարվա, այսինքն չեն կարող ասել, որ դա նախկինում է տեղ ունեցել եւ մեր հայթայթայց, այսպես ասեմ, քանի որ այս փաստերը բոլոր մենք հայթայթել ենք, այդ թվում նաեւ սերվերներում ջրջված
տեղեկատվության վերականգնման արդյունքում ենք ձեռք բերել այս ամբողջ տվյալները, որովհետև գաղտնի են պահում մեզանից եւ իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաեւ արխիվից վերացվել էր։ Պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս այժմ քննության դարձել։ Բանկային համակարգում չեն կարա չլինեն, որովհետև իրանցից Դուք ճիշտ եք, ցավալին այն է պարզապես, որ տարեկան աուդիտը, որը պայման է նաև ՀՑԿ կողմից, տարեկան աուդիտի փաստաթղթերով էլ այդ տվյալները չէին անցնում եւ իրենք իսկ հեծը նաև իրենց իսկ կողմից պատվիրված եւ իրականացող աուդիտի տվյալներում էլ չեն ներառել այդ փաստերը։ Եվ հունիսի 1-ի դրությամբ պարտավորությունը ֆիքսված է հստակ, որ պետք է ներ տվյալները։ Անշուշտ ցանկացած ֆինանսական գործառնություն պիտի արտացոլվի աուդիտում։ Այսինքն տեղ չկա ասելու, որ հայեցողությունը կուզեին կարտացոլեին, չէին ուզի։ Բացարձակ չեն կարող նման բան պնդել եւ ավելին ասեմ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ, այսինքն վարույթը հարուցելուց ամսուկես առաջ այդ երաշխավորությունները 212 միլիոն դրամ էր կազմում։ Իմ նշանակումից օրեր անց, երբ այդ մասին արդեն իմ ուսումնասիրությունը վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալներ ստացա եւ խորամուխ եղանք փաստաթղթերի, այսպես ասած հայթայթմանը, իմ ունեցած հավաստի տվյալներով շուրջ 5 բանկերում ունեցած երաշխավորությունների զգալի մասը հրատապ կարգով մարվում են Տաշիր ընկերությունների խմբի սեփականատերի կողմից։ Այս պահի դրությամբ շուրջ 48 միլիոն դոլարի պարտավորություն է դեռևս արկա միայն մեկ բանկում։ Թեպետ մենք մյուս բանկերին եւս այդ տվյալ բանկին պաշտոնապես հուլիս ամսվա վերջերից օգոստոսի սկզբին արդեն պաշտոնապես գրագրություններով խնդրել ենք մեզ տրամադրել հեծի հետ ունեցած ողջ ֆինանսա-նյութական փոխպարտավորությունների պատկերը։ Սկզբնական շրջանում տարակուսանքով եմ ասում, բանկերը խուսափում են այդ մասին մեզ հետ խոսելուց, որովհետև իրենք էլ վստահաբար հասկանում են, որ հեծի կողմից լրջագույն առերևույթ խախտումներ է տեղի ունեցել եւ վերջն արդյունքում հասանք դրան, որ բանկերն իրենք արդեն մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ քանի որ այդ գործառնությունները իրավակարգավորումից դուրս են, մենք դրանք համարում ենք օրենքից դուրս եւ դրանք առողջին չեն այս պահին։ Բանկերն իրենք խոստովանեցին։ Բացառությամբ մի բանկի, որ այդ այս պահին բանակցությունը շարունակում են։ Այսինքն իրանք ընդունեցին, որ դե խնդրեմ կա եւ ասցին մենք այդ համարում ենք առողջ։ Ընդունեցին եւ այդ փաստաթղթերը։ Իսկ իմ ասած երևույթը այդ ձևով է արտահայտվել, թե նաեւ եղել են, որ փողը ֆիզիկապես վերցվել է, ու կանխիկ թե բնականաբար այդ չի եկան, որ վերցվել է վարկ եւ տրվել է մարդու կամ ընկերության։ Չնայած ձեր ասած երևույթը ըստ էության այդ է, որ եթե հաշվենք, որ իրենց հիմնական միջոցները կամ դրամական միջոցները ուրիշին են տվել աշխատավարձ վճարելու համար վարկ են վերցրել, ըստ էության ինչ տարբերություն վարկը վերցնեին այնտեղ տային, թե այն մյուսը։ Բան վարչապետ, այստեղ երկու կարևոր ուրեմն հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել։ Մեկը, որ երաշխավորություններ ստացած տասնյակ ընկերությունների մի մասը ուղղակիորեն ծառայություններ եւ ապրանքներ մատակարարում հեծին։ Այսինքն այդ տրված երաշխավորություններով, հեծի հնարավորություններով կարողություններ են ձևավորվել տրվել ընկերություններում եւ այդ կարողությունները փոխկապակցված են։ Այո, եւ տվյալ ուղակի կամ անուղակի։ Այո, կոպիտ ասած իրանց ընկերություններն այստեղից էլ իրանց ընկերությունը այնտեղից։ Այսինքն իրանք իրանց այդ առևտուր են արել, այդ եւ այդ առևտրի ծախսերը փակվել է հեծի հաշվին։ Այո, պարզապես իրանք պարտավոր էին, քանի որ հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում լիցենզավորված ընկերությունը հեծը պարտավոր էին պարզ թափանցիկ, բացի իրազեկումը թափանցիկ գնումների գործընթացներով իրականացնել ձեռքբերումները, ոչ միայն դրանով չեն արել գնումների գործընթացը թափանցիկ չեն երաշխավորել, այլ նաև իրենց եղածով, իրենց կարողություններով հզորություններ են ձևավորել այլ ընկերություններում, ովքեր հեծի իսկ տված երաշխավորություններով եւ արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ։ Դրանով աղճատելով եւ մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը, բայց նաև շատ ավելի, այսպես ասած, խոսուն մի դրվագ, ընկերությունների մի զգալի մասը որևէ կապ չունեն հեծի ու էներգետիկ շուկայի հետ, առհասարակ այլ ոլորտի ընկերություններ են, ովքեր որ լիցենզավորված էներգետիկական ռազմավարական ընկերության երաշխավորությամբ տասնյակ միլիոն դոլարի արտոնյալ վարկեր են ստացել եւ բիզնես են արել այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաև ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն, ամենացավալին դա է։ Հեծի կոպիտ ասած իհարկե համատությունս ուղիղ չի, կոպիտ ասած հեծը վարկա վերցրել կամ երաշխավորություն տվել մի ընկերության, որը ասենք օրինակ կոշիկի առևտրով։ Այո, կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով հեծը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունը իրենց պարտավորությունները բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման վարույթներ հարուցել
սահմանված օրենսդրական կարգերով հեծի նկատմամբ եւ օրինակ հեծի ենթակառուցվածքները կամ ենթականների մի մասը կամ ամբողջ էներգետիկ համակարգը հայտնվեր ինչ որ X ընկերության ձեռքում։ Կներեք, ասենք այդ բանկերը իրանց հերթին գային, միջազգայիններն իրենց հերթին գային, այն մյուսները իրենց հերթին գային, մենք էներգետիկ համակարգը ընդհանրապես կոլապսի առաջ կարար կանգնել։ Իրավացեք, այո։ Եվ մեր գործողությունների նպատակադրումը հենց Հայաստանի քրիտիկական ենթակառուցվածքը այս սպառնալիքից դուրս բերելն է։ Այո, կանխելու նմանատիպ հնարավոր զարգացումը Որովհետև որ դա տեղի ունենար, իհարկե, ինչ էին ասելու մարդիկ, ասել են, բա այդ կառավարությունը ուր էր նայում, բա կարգավորող մարմինը ուր էր նայում, բա օպերատիվ մարմիններն ու իրավապահ մարմինները ուր էին նայում։ Ճիշտ եք ասում։ Եվ իմիջիալոց շատ կարևոր է, որ այս պատմությունը ես ուզում եմ հիշեցնեմ, որ սկսել է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված մեր հատկապես մարզերի, հատկապես գյուղերի բնակիչների հետ մեր շփումներից, որովհետև ինձ համար շատ անսպասելի եւ տարօրինակ փաստ էր, որ մենք տարբեր գյուղերում ներդրումներ ենք անում, ասենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհ կառուցում կամ դպրոց կամ մանկապարտեզ, գնում ենք թվում է թե գյուղերում պետքա տոնակատարության տրամադրություն լինի, մարդիկ գալիս են ասում են այս հոսանքի հարցը ինչ է լինելու, այսինքն այնքան կրիտիկական է, որ նույնիսկ այդ մեծ իրադարձությունը մարդկանց օրակարգը դրականորեն չէ։ Օրակարգի առաջին հարցը իրանց համար էլեկտրաէներգիայի մատակարարումներ ընդհանուր առմամբ եւ մատակարարման որակը, որտեղ մարդիկ բողոքում են, որ գրում են կոպեկ են անում, մի բան առնում են, բերում են դնում, մի ամիս հետո վառվում է կամ փչանում է շարքից դուրս է գալիս, ամեն դեպս այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունեցել, որ անձամբ ինձ են ասել մարդիկ, հիմա ես փորձաքննություն չեմ արել, ճիշտ է, բայց այնուամենայնիվ 1, 2, 3, 4, 5 որ մարդկանց բողոքը կրկնվում է, այդ շակմա ինչ որ մի բան կա դրա հիմքում։ Հիմա մենք էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված կարողանում ենք կամ կարողանալու ենք ինչ որ մի բան անենք, որ այդ լարվածությունը մարդկանց սպառողական լեգիտիմ պահանջը ինչ որ ձևով հասցեագրենք։ Անշուշտ, պարոն վարչապետ, տեսեք, վիճակագրությունը վկայակոչեմ, պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետև այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է։ Իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկայում դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկշաբաթ մեկ ցանցերի պետերի մասնավոր տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ նաեւ լինելով քաղաքական անձ ինքս ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ։ Իմ պաշտոնական էջերին, հեծի պաշտոնական մեյլերին չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք։ Ձեզ են գրում, ես ձեզ վերահասցնում եմ։ Միջալոց այս վերջերս մի քանի նամակ պատասխան քաղաքացիները ուղարկել էին արագարձագանքի համար շնորհակալություն հայտնելով։ Ես էլ ձեզ եմ վերահասցրել, որ նաև արձագանքը տեսնեք։ Նաև կոնկրետ մարդիկ են գնացել այդ գործը արել, ոչ ես եմ արել, ոչ դուք, եւ այդ մարդկանց է շնորհակալություն հայտնեք, որ արագ արձագանքում են, որովհետեւ հանձնարարական, բայց հանձնարարականը պետք է լինեն մարդիկ, ովքեր պատշաճ ժամանակում եւ պատշաճ որակով եւ պատշաճ ձևով ի կատարած են, այնպես որ այդ բոլոր մարդկանց շնորհակալ եմ։ Եվ այս խնդիրը իհարկե պետքա լուծվի եւ իմ խնդրանքն է որ հատուկ ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ ասում եմ պատմությունը սկսել է, այս ամբողջ պատմությունը սկսել է դրանից, որովհետեւ ինձ համար անհասկանալի էր, որովհետեւ ես ոչ մի պաշտոնական զեկույցում ես չէի ստացել, որ մենք երկրում տենց խնդիր ունեն, բայց մի բնակավայր, երկու բնակավայր, 3 բնակավայր, մարզեր, Երևանում արդեն սկսեցին որոշակի բաներ, եւ ես հասկացա, որ ես չեմ հիշում հրապարակային, բայց գրագրության մեջ անվանել եմ ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ եմ անվանել։ Իրենց անով է կոչել, այդպես էլ կար։ Հա, եւ այստեղից է սկսվել։ Եվ հիմա մյուս կողմից այն ինչ որ ասում եք, որ մի կողմից վատ է, որ այդ ամեն ինչը մեր աչքի առաջ տեղի է ունեցել։ Երկրորդը լավ է, որ մենք այս process-ը սկսել ենք
եւ այդ ամեն ինչը բացահայտել ենք եւ դրա շուրջ իրավական գործընթացներ ենք կառուցել։ Հիմա միջև ես կամփոփեմ ինչ որ մի փաստ կար, որի մասին կուզենայիք շեշտել, բայց ես չհարցրի կամ չանդրադարձա։ Ես կուզեի այո անդրադառնալ նոր միացումների ուրեմն հատվածին։ Նոր միացումների հետ կապված դա էլ հաջորդ խնդիրներ կներեք, որ այնտեղ գների փոփոխություններ էր տեղի ունեցել եւ երկար ժամանակ նաեւ մենք աշխատում ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ եւ այլն եւ մարդիկ կասկածներ էին հայտնում թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետեւ էականորեն գները բարձրացրել էին միացման եւ դա պատճառաբանվում էր նաեւ զանգվածային մեծ տեմպով շինարարությունների, նոր բաժանորդների մեծ հոսքի եւ այլնի հետ եւ մենք աշխատանքային կարգով քննարկել ենք եւ դուք եք ասել, որ աշխատում եք, տեսնեք այդտեղ ինչ կարող ենք անել, որպեսզի լինի, տեսեք, գիտեք շատ կարեւոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավել էլ չլինի։ Հիմնավորվածից պակաս ինչի համար եմ ասում, որովհետեւ օրինակ ես շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով, ինչ որ գներ են անդադ իջեցրել, որ քաղաքական դիվիդենդ կամ քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, արդյունքում եկել համակարգերը հասել են այն իրավիճակի, որ կոլապսի առաջ են։ Ես չասեմ, որ երկրում մի անգամ մի մայրաքաղաք էի գնացել եւ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով ինչ որ անընդհատ ձայներ էի լսում, ասում ես ինչ ձայներ, շարժիչների անընդհատ ձայներ։ Ասում են բան է, այդ մենք որ դվիժոկ ենք ասում, ասում են դվիժոկը միացրած։ Ասում են դվիժոկը ինչի համար է միացրած եւ իմացա, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով ամենատարբեր առիթներով գներ են իջեցրել, այն աստիճանի, որ հոսանք ուղակի չկա եւ մարդիկ ստիպված են եղել գնալ արդեն ամեն մեկը պատշգամբներում մայրաքաղաքում պատշգամբներում բան այդ դվիժոկները դնել, բերել բենզին կամ դիզվառելիք լցնել եւ այդ դռոցը եւ այդ հոսանքը եւ նկատի ունեմ այս տրամաբանությունը մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ ինքը պետք է լինի գինը էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականon գործունեությունը եւ որոշակիորեն նաեւ զարգացում ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել։ Այս էլ է շատ կարևոր, որովհետեւ դրանից ավելն էլ արդարացված չի, որովհետեւ քաղաքացին տրամաբանական հարց կտա, ես ինչի եմ այսքան վճարում, մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք։ Հիմա այդ թեմայով աշխատում ենք։ Այո, պարոն վարչապետ, անշուշտ նաև այդ մասին ցես հետ աշխատանքային քննարկում ենք ունեցել, մենք այս պահին արդեն որոշակի պատկերացում ունենք մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել եւ լիահույս եմ, որ տարեսկզբից առնվազն արդեն վերանայման այդ որոշումները կկայացնենք։ Բայց այս սկզբունքով, խնդրում եմ, շատ կարևոր է, որովհետեւ հիմա որևէ քաղաքական նպատակադրում Ես լիովին հասկացա։ Չպետք է լինի, որ մենք հաջողանալու համար այնքան իջացնենք, որ արդյունքում թեկուզ ոչ մի տարի, ոչ 2 տարի, այլ 3 տարի հետո խնդրեմ առաջանա։ Մենք պետք է բերենք, եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք գիծ պլյուս պայմանական ասած միլումա, որը այդ միլուման ներդրվի հետագա զարգացման համար։ Իրավասեք, պարոն վարչապետ, տեսեք, միացման տարբեր տեխնոլոգիական այսպես ասած լուծումներ կան բարձ միացումներ կան նախագծերով, կան իաֆազ, երաֆազ եւ այլն։ Հիմա օրինակ միացման տեսակ կա, որ 23 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են։ Ընդ որում դա մասսայական միացումների մեջ է մտնում։ Հիմա ակնհայտ է, որ այդտեղ ուռճացում է ու նաև սոցիալական բեռի տեսակետից հանրային ծառայությունների կարգավորող մարմնի կողմից անհասկանալի է բնականաբար նման թանկացումը, որքան որ տնտեսապես հիմնավորված լինի։ Մենք բնականաբար այդ 10 անգամը վերանայելու ենք, այս պահին արդեն հաշվարկներ ենք իրականացնում, քանի որ վերանայում ինքնին էլ արդեն ազդելու է ընկերության մյուս տարվա բյուջեի, այդ թվում սա գնի մեջ այդ բեռի որոշակի չափին, բայց ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ ներդրումային ծրագրի իրականացման, գնումների գործընթացների արդյունքում, թափանցիկության ապահովման արդյունքում, մենք այդ խնայողությունների մի մասը ուղղելու ենք, այսպես ասած, դրա սուբսիդավորման ընկերության բյուջեում եւ ենթադրենք, եթե 10 անգամ թանկացրեն, այո, ձեր ասացի տրամաբանության մեջ մենք բնականաբար չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30%, 40%
հնարավոր է վերանայում ունենանք այս պայն աշխատանքները տանում։ Արդեն հաշվարկել եք, հաշվարկի հիման վրա եք Այո։ ասում, չէ՞ որ չստացվի հիմա։ Այո, Դուք ասենք հետո պարզվի։ Հաշվարկի հիման վրա եմ ասում եւ պատասխանատվությամբ եմ բնականաբար վերահնչեցնում։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան։ Հիմա իհարկե հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է հետ կապված։ Մենք քննարկել ենք նաև եւ երկու հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ, տարբերակ 1, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով հեծը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո շատ կարևոր բան է, պրոֆեսիոնալ կառավարիչ ոլորտի հրավիրենք, որ կառավարի, այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ որ պատճառով անհասանելի է, որովհետեւ այնուամենայնիվ մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում հաստատի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ես ուզում եմ անկեղծ ասեմ, ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջի տարբերակն է։ Ճիշտն ասած ես էլ կցանկանայի։ Հա, բայց այդտեղ ֆինանսական հարց կա, որը բյուջետային ֆինանսական հարց է, որովհետև մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք եւ այլ խնդիր երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը բան կանենք, կնվազացնենք, որովհետև եթե նույնիսկ ենթադրենք, որ կառավարիչը կարող է նկատի ունեմ կոնցեսիոների հետ խնդիրներ լինեն, այնտեղ հեշտ է մեր սեփականությունն է, մենք ամբողջությամբ լիազորությունները կարող ենք ունենալ։ Եվ հիմա քննարկում ենք, այստեղ կարևոր է ընկերության օբյեկտիվ գնի դուրսբերումը, այն օբյեկտիվ գնի, որը պատկերավոր ասած օբյեկտիվ օտարման գին կարող է լինել, իհարկե որոշ նրբություններ, որովհետև այդ ձեր բոլոր ասած գործոնները ազդում են իհարկե։ Ուղղակիորեն։ Ազդում են նաև են, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ արե, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է, որովհետև այդ լիցենզիան էլ շատ, եթե չասենք ամենակարևոր, ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։ Այնպես որ ուսումնասիրենք եւ իհարկե որոշ ժամանակ ունենք հանգիստ մտածելու եւ կմտածենք եւ նաեւ իհարկե ձեր տված ձեր ներկայացրած տեղեկատվությունն էլ կվերլուծենք հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ էլ կխորհրդակցենք, կառավարությունում էլ կխորհրդակցենք եւ որևէ որոշում կգանք։ Այս պահին ես ուզում եմ, որ համոզված լինել, չնայած համոզված եմ, որ սպառողների իրավունքների հետ կապված մեր նախորդող շրջանի հեծի բաց թողումների վրա առանձնակի ուշադրություն դարձնեք, որ մարդիկ նաև զգան գործունեության եւ այս փոփոխությունների դրական ազդեցությունը իրենց վրա։ Իհարկե շատ մանրամասներ կան, հսկայական ենթակառուցված կա տասնյակ հարցերով, տասնյակ շերտերով, եթե ոչ ավելի։ Այդ բոլոր շերտերին մենք հերթով կանդրադառնանք եւ հաջողություն եմ մաղթում ձեր այդ գործում։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, այսքանը։